Սյունիքը քաղաքական նոր պոլիգոն արևելքի ու արևմուտքի համար։ Երկու գերտերություններ երկար ժամանակ է պայքարում են Սյունիքում հյուպատոսություն ունենալու համար։ Որն է նպատակը, ով ինչ է ձեռք բերում Սյունիքում դիվանագիտական ներկայություն ստանալով։ Քաղաքագետի խոսքով Սյունիքը կարող է դառնալ Ռուսաստան-Ֆրանսիա հակամարտության նոր խաղադաշտ։ Գերտերությունների նպատակները տարբեր են, հատման կետ էլ չկա։ Արևմուտքի եւ Ֆրանսիայի նպատակներն են Ռուսաստանը դուրս անել այստեղից եւ մեզ ենթարկել Ադրբեջանին եւ Թուրքիային, որից հետո Հայաստան չի լինել։ Ռուսները փորձում են դեռ այս փոքրիկ տարածքը պահել մեր վերահսկողության տակ, որպեսզի Թուրքիան եւ Ադրբեջանը չձուլվեն միմյանց հետ, քանի որ դա մեծ հարված կլինի Ռուսաստանի շահերին։ Ակնհայտ է, որ գերտերությունների համար Սյունիքը տուրիստական կետ չէ, այլ աշխարհաքաղաքական կարևոր տարածք, որտեղ յուրաքանչյուրն ուզում է իր դրոշն ունենալ։ Փորձագետը հավանական է համարում, որ Ռուսաստան-Ֆրանսիա հակամարտությունը տեղափոխվի այստեղ, մեր տարածաշրջան։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը եւ Ֆրանսիան հակամարտության մեջ են գտնվում եւ հակամարտությունը ռազմական բնույթ ունի Ուկրաինայում։ Եվ ֆրանսիական կողմից բավականին ռազմատենչ հայտարարություններ են արվում եւ պատասխան ստանում ռուսական կողմից։ Հիմա ցոք այդ հակամարտությունը չի տեղափոխվի Սյունիք։ Իսկ հարևան Իրանի համար բոլոր պետությունների տարբերակը չէ, որ ընդունելի է։ Թեհրանի դիրքորոշումը հստակ է, տարածքային ցանկացած փոփոխություն իրենց համար կարմիր գիծ է։ Ռուսաստանի Դաշնությունն էլ հայտարարում է, ուզում է այստեղ ներկայությունն ապահովել։ Դանիելյանը նաև առանձնացնում է Ֆրանսիայի դեսպանի նախորդ տարվա հայտարարությունը։ Ֆրանսիայի դեսպանը հայտարարել է, որ այո, Ֆրանսիայի եւ Իրանի միջև կան հակասություններ, սակայն Հայաստանում նրանք հակասություններ չունեն։ Հիմա սա է ամբողջ խնդիրը, որ պետք է հասկանանք որն է Ֆրանսիայի շահերը եւ այստեղ ամեն ինչ չի, որ միանշանակ է։ Չնայած Ռուսաստանի Դաշնություն-Ֆրանսիա հակամարտությանն ու տարաձայնություններին, երկու գերտերությունների ներկայությունը գուցե կարողանա զսպել Բաքվին ու ստիպի երկար մտածել որևէ արկածախնդրության գնալուց առաջ, կարծում է քաղաքագետը։ Դա նշանակում է, որ իրենք այդտեղ ներկա են, դա նշանակում է, որ իրենք այդ տարածքը ճանաչում են Հայաստանի տարածք, եւ եթե հարձակում լինի, դա հարձակում է նաեւ իրենց վրա, որովհետեւ իրենց դեսպանական կառույցներն են այդտեղ գտնվում։ Իսկ ինչ դիրքորոշում ունի Հայաստանը, ինչու համաձայնություն չի տալիս այս երկրներին հյուպատոսություն կառուցել Սյունիքում։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը սլաքներն ուղղում է պաշտոնական Երևանի կողմ։ Թե ինչու Կապանում մինչև հիմա չի գործում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, պետք է ճշտել Հայաստանից։ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը մանրամասն քննարկվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած այցի ժամանակ։ Մոսկվան Հայաստանի պատասխանին է սպասում, իսկ Ֆրանսիան կարծես ստանում է կանաչ լույս Հայաստանից։ Ըստ տեղեկությունների հունիսի 2-ին Գորիսում կկայանա հայ-ֆրանսիական համաժողով, նույն օրն էլ կլինի Սյունիքում Ֆրանսիայի հյուպատոսության բացման արարողությունը։ Քաղաքագետ Արթուր Խաչիկյանը համոզված է, պաշտոնական Երևանը չունի մշակված արտաքին դիվանագիտություն, եւ քայլերի ու որոշումների հիմնական խնդիրը դա է։ Սա դիվանագիտական ներկայություն է, որից հետո հնարավոր է լինի նաև, եթե իհարկե մենք ունենանք կոմպետենտ կառավարություն, որը կարողանա ապահովել այդ ռեգիոնի պաշտպանությունը, գոնե գուցե եւ ռազմական ներկայություն դա կարող է լինել։ Բայց Ֆրանսիան այստեղ որևէ ձևով չի զսպելու, ոչ Թուրքիային, ոչ Ադրբեջանին, ոչ էլ փորձել է։ Ռուսաստանը դա արել այն ժամանակ, երբ մենք ունենք արտաքին քաղաքականություն, երբ մենք ունենք դաշնակից։ Հիմա մենք դա չունենք։ Ուժերի հավասարակշռման քաղաքականություն, որը միշտ չէ, որ սխալ է, ասում են փորձագետները, բայց նաև հավելում, գործող իշխանությունը աչքի չի ընկնում ռիսկերի ճիշտ գնահատմամբ։ Այդուամենայնիվ Ռուսաստանի Դաշնության ու Ֆրանսիայի դիվանագիտական ներկայությունը կարող է դառնալ ռազմական, եթե կառավարությունը կարողանա ապահովել տարածաշրջանի անվտանգությունը։ Գառնի Մութաֆյան, Գառնիկ Նահապետյան, ABC Media։